Առողջապահության նախարարը խորհրդարանում ուղիղ 2 ժամ ներկայացնում էր ոլորտի բարեփոխումները 2024 թվականին ամբողջ հանրապետությունով ընդլայնել են կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը։ Մենք ունենք ըստ էության հիվանդացության եւ լավ ելքերի ցուցանիշների բարելավում։ Դժվար ճարվող դեղերի տրամադրման մասով էլ մեծ հաջողություններ կան, պետությունն այդ բեռը ամբողջությամբ վերցրել է իր վրա։ Պետությունը իր վրա է վերցնում նաև մեծահասակների համար ամեն ամիս շատ մեծ բեռ հանդիսացող ուրեմն դեղորայքի տրամադրումը, օրինակ բերեմ ցրված սկլերոզով ուրեմն հիվանդ պացիենտների համար Փոքրիկ հապաղում է եղել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառության մեկնարկի ժամկետների հետ կապված, պետք է լիներ անցյալ տարվա դեկտեմբերին։ Եթե հիշողությունս չի դավաճանում, հունվարի վերջից արդեն իսկ մեկնարկեց։ Պատգամավոր Լուսինե Բադալյանը ինչ-որ անհամապատասխանություններ նկատել հիվանդությունների պատվաստումների թվի եւ դրա համար արված ծախսի միջև։ Պատվաստումների թիվն ավելացել է 51 հազարով, մինչդեռ ծախսը կրճատվել է 348.7 միլիոնով, ինչպես հասկանալ։ Որոշակի խնայողություններ լինում են այդ դրամ, դոլար, եվրո կուրսի շրջանակներում։ Պատգամավորներին տանջում էր այն խնդիրը, որ դպրոցներում բուժքույրերը հաճախ վախենում են գործ ունենալ շաքարային դիաբետ ունեցող երեխաների հետ։ Նախարարն ակնարկեց, որ հիմա դեռ խնդիր ունեն բուժքույրերին ընդհանրապես դպրոցներում պահելու հարցի հետ կապված։ Մենք ունեինք տեղեր, որտեղ 15-20 հազար դրամ էր կազմում, մենք դրեցինք ներքևի շեմեր, որ անկախ նրանից դպրոցը քանի աշակերտ ունի, որոշակի մակարդակից չիջնի նվազագույն աշխատավարձը։ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին հետաքրքրում էին սրտի հարցերը։ Սրտի անհետաձգելի վիրահատություններով մենք անդադար փաստորեն աճ ենք ունենում։ Առողջապահության նախարարի պատասխանը կտրուկ էր։ Եթե մեր տղամարդկանց շարունակեն 50%-ից ավելը ծխեն եւ ունենան գերքաշություն, սահմանափակ ֆիզիկական ակտիվություն, ես շեշտադրում եմ տղամարդկանց, որովհետեւ մենք ունենք վաղաժամ մահացություն հենց իրենց շրջանում, այո, ոչ մի միջոց չի բավարարի հոգալու եւ մեր ողջ բնակչությանը ստենտավորելու ուղղությամբ։ Նախարարը չի երգում Թորոսյանի դիտարկումը, որ սրտի հետ կապված առողջապահական ծախսերը շատացել են, բացատրում է նաև նրանով, որ 24 թվականին ավելացել է աորտայի շերտազատման ծրագիրը եւ դրանով է պայմանավորված նաև բյուջեի ավելացումը։ Ոլորտում հաջողության վերջին շտրիխը կրկին կապված էր սրտի հետ։ Ինսուլտի մեծ աճ չունենք, նույնիսկ նվազում կա։ Մհեր Արշակյան, լուրեր։